Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ընդունի՛ր Աստծու կամքի գիտությունը։ Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ինչպես ապաշխարել և դառնալ հավատացյալ» անվանումը։ Քրիստոսի հավատարիմ աշակերտը լինելու հարցում շատ կարևոր է Աստծու կամքը հասկանալու ունակությունը։ Հավատարմությունը ուղղակիորեն կապված է Աստծու կամքի գիտության հետ։ Եթե մենք չգիտենք կամ գիտենք ու չենք հնազանդվում Աստծու կամքին, այլ մեր կամքը, մեր շահն ու մեր հարմարավետությունը բարձր ենք դնում Աստծու կամքից, ապա ինչպե՞ս կարող ենք հավատարիմ աշակերտ կամ ընդհանրապես հավատացյալ քրիստոնյա կոչվել։ Սիրելի՛ բարեկամ, ապաշխարությունն ինքնին սկիզբ է առնում Աստծու կամքի գիտությունն ընդունելուց։ Ապաշխարության փափագ ունեցող մարդը պետք է հասկանա ինչ է Աստված ուզում իրենից։ Դրա համար անհրաժեշտ է լցվել Նրա կամքի գիտությամբ, ճանաչել, թե ո՛ր ապրելակերպն է Նրան հաճելի և ո՛րն է Աստծու կամքին հակառակ ու Նրա բարկությունն առաջ բերող։ Ինչպե՞ս է մարդը լցվում Աստծու կամքի գիտությամբ։ Ինչպե՞ս է սովորում զանազանել Աստծու կամքին համահունչ որոշումները Աստծու կամքին հակառակ որոշումներից։ «Սրանք, որ ավելի ազնիվ էին, քան Թեսաղոնիկեում եղողները, խոսքն ամենայն հոժարությամբ ընդունեցին և ամեն օր քննում էին Սուրբ Գիրքը, տեսնելու, թե արդյոք դա այդպես է։ Արդ, նրանցից շատերը հավատացին, ինչպես նաև թվով ոչ պակաս հույն երևելի կանայք ու տղամարդիկ» (Գործք Առաքելոց 17․11-12)։ Աստծու կամքն ու հոգևոր ճշմարտությունները բացահայտելու միայն մեկ միջոց գոյություն ունի։ Աստծու Խոսքն ինքնին մեզ ուսուցանում է, որ իրական հավատացյալները ամեն օր քննում էին Սուրբ Գիրքը, որպեսզի հաստատեին կամ հերքեին իրենց լսած հոգևոր ճշմարտությունները։ Եվ երբ տեսան, որ Պողոս առաքյալի խոսքերը համահունչ են Սուրբ Գրքին, շատերը հավատացին։ Աստվածաշունչն առասպել, երևակայական հորինվածք կամ մարդկային իմաստուն մտքի պտուղ չէ, այլ Աստծու Հոգով ու Աստծու վերահսկողության ներքո գրված անսխալական ճշմարտությունների անգին գանձարան։ «Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի» (Բ Տիմոթեոս 3․16-17)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր շատ են ուսուցումներն ու քարոզները, որոնք հիմնված են առասպելների, ավանդույթների, մարդկային երևակայության կամ մարդկանց զգացմունքների վրա ազդող հուզիչ թեմաների վրա։ Հավատացյալը պետք է լսի միայն այնպիսի խոսք, որն ունի ամուր աստվածաշնչյան հիմք, և պետք է ունակ լինի ինքնուրույն ստուգելու իր լսածի՝ Սուրբ Գրքին համապատասխան լինելը։ «Դրա համար մենք էլ այն օրից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և աղաչելուց, որպեսզի լցվեք Նրա կամքի գիտությամբ՝ ամեն իմաստությամբ և հոգևոր իմաստությամբ, որպեսզի դուք ընթանաք, ինչպես արժանի է Տիրոջը, ամեն բանում Նրան հաճելի լինելով, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և Աստծու գիտությամբ աճեք» (Կողոսացիս 1․10)։ Հոգևոր աճի հիմքը ոչ թե զգացմունքային ապրումներն են կամ մտածածին հայտնությունները, այլ Աստծու գրավոր Խոսքի միջոցով Աստծու կամքի գիտության հաստատուն ճանաչողությունը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։